Ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկում ենք բարեկեցություն, որը երաշխավորվում է Կարապետյանի կողմից։ Առաջարկում ենք վերջապես հավասարակշիռ ղեկավար։ Մի քանի օր առաջ, հիշում եք, մեր երկրի ղեկավարը փողոցում դուրս էր եկել քայլելու։ Ընդհանրապես մարդիկ արդեն սովորել են, հենց ինքը դուրս է գալի քայլելու, աջ ձախ են գնում, որ հանկարծ չտեսնեն։ Երկու հոգի չկարողացավ։ Երկու հոգու հարց տվեց, մեկին տարավ Բերդ, մյուսին էլ ինչ ասես այդ խեղճ կնոջը քաշքշեց, ինչ ասես։ Հավասարակշիռ ղեկավարը ճոխություն չի, Ժողովուրդ ջան, մենք մեր երկրին պետք է նորմալ հավասարակշիռ ղեկավար։ Հիմա է ձեր ամբողջ փոքրիկ խմբակով, եթե կարողանաք ապացուցեք, որ Սամվել Կարապետյանը եւ իր ընտանիքի կես տոկոս արել եք, ես ձեզանից ներողություն կխնդրեմ։ Ընտրատեղամաս չգնալը նշանակում է բերել 300,000 ադրբեջանցի Հայաստանի Հանրապետություն։ Եվ հետո ամենակարևորը, մենք բոլորս այսօր եթե չէ, պատասխան ենք տալու մեր երեխաների, մեր թոռների առաջ։ Չլինի այնպես, որ չկարողանանք նայել մեր երեխաների աչքերին։ Այս ընտրությունները Հայաստանի համար հերթական ընտրություն չեն։ Սրանք ճակատագրական որոշում են լինելու։ Ինձ համար, ձեզ համար, յուրաքանչյուր հայ մարդու համար։ Ու այո, մենք պետք է որոշում կայացնենք։ Ինչ ենք մենք ընտրում։ Մենք ընտրում ենք այս իշխանությանը, որը հենց այս մարզում փակում է 24 դպրոց, կրճատում է հարյուրավոր աշխատատեղեր ուսուցիչների համար, կրճատում է հարյուրավոր դպրոցներ, որտեղ ուսանում են 808 աշակերտներ, թե ընտրում ենք մի քաղաքական ուժի, մի առաջնորդի, ով առաջարկում է բարձրացնել մարզերում ուսուցիչների և ուժ աշխատողների աշխատավարձերը 25%-ով։ Դրա համար Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին Քվեաթերթիկ համար 3 հանուն փոփոխության, բարեկեցության, համախմբման, փոփոխությունների համար 3 Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեն, Աստված պահապան։